Սեղմեք։ Գիտեմ բարձր դատան որքանով եմ շեղվում ռեգլամենտից, բայց ինձ մոտ տպավորություն է, որ մենք ուղղակի ժամանակը սպառում ենք, որովհետև ինչի ապացուցմանն է միտված սա, նախ հարգելի ներկայացուցիչ դիմողի, մասսայական ականատես եք եղել, որ թափանցիկ ծրարներ կան, ձեր վստահված անձինք են այդ խնդրի մասին բարձրաձայնել, դուք ասում եք մամուլից ենք տեղեկացել, կամ դուք որ նայում եք ծրարին, թափանցիկությունը ստուգում եք, այդ ով է տեսել կամ երբևէ նման իրավիճակ եղել է, ինչ որ մեկը քվեարկելուց, չգիտեմ, այդ լուսաթափանցելությունը ստուգի գնա, կամ Տիկին Մելոյանը անդրադառնում է դրոշմապիտակների փակցնելուն ու փորձում է տպավորություն ստեղծել, որ դրա արդյունքում անվավերության հետևանքներն ավելի շատ են եղել քվեաթերթիկների անվավերության մասին է խոսքը, բայց եթե նայենք փաստերը, կտեսնենք, որ ամենաշատ ձայն ստացած կուսակցության քվեաթերթիկներն են անվավեր ճանաչվել։ Ինչի մասին է խոսքը։ Ես խնդրում եմ, այս ամբիոնը մի օգտագործեք ձեզ քաղաքական տեսանկյունից հարմար հայտարարություններ անելու համար։ Դրանք իրականությանը չեն համապատասխանում։ Ոչ մեկ տեղից թող Եվ ավելին, այս ամբողջ process-ը ներեցեք, բայց ինձ մոտ ձեր բեմականացմամբ ծիծաղ է առաջացնում։ Ամենայն հարգանքը բարձր դատարան։ Չենք հասկանում ինչին է միտված։ Տիկին Գալյան, խնդրում եմ, ես ամենասկզբից խնդրել եմ, որպեսզի մենք հարգանքով մոտենանք մեկս մեկի նկատմամբ, կողմը իրացնում է իր իրավունքները, իր դատավարական իրավունքները, եւ այս հանգամանքը ընկած է նաեւ դիմումատուի, դիմողի հիմքերում։ Եկեք գնահատականներ չտանք, մենք հիմա այս process-ը անհրաժեշտաբար անցնելու ենք բոլորս, ինչքան որ համառոտ լակոնիկ արձագանքենք, այնքան ավելի օպերատիվ կլինի մեր գործի քննությունը եւ այնքան ավելի արդյունավետ կլինի։ Կարող եմ խնդրում եմ անարգալից վերաբերմունքը մեկի մյուսի նկատմամբ, անարգալից վերաբերմունքը դատանի նկատմամբ, խնդրում եմ նստեք, Տիկին Գալյան, շնորհակալություն։ Բարձր դատարան մի հանգամանքի եմ ուզում ուշադրություն հրավիրել, դուք նշեցիք, որ այս ծրարներն ենք հիմա քննարկում, կխնդրեմ այդ ծրարները գումարած 441 տեղամասում գրանցված խախտումը գումարած 1 վայրկյան 744 Չէ 441-ն է։ Մնացածը կասենք, որ 441 տարածքային ընտրատեղամասային հանձնաժողովի գրանցամատյանում կատարված գրառումը, ինչպես նաև թիվ 4 ընտրատարածքային հանձնաժողովի այդ որոշման հետ կայացրած որոշումը, որ այդ խախտումը արձանագրելուց հետո ինչ որոշում է կայացրել, գրառումները կան ամբողջությամբ, ըստ էությամբ անձը արձանագրել է խախտումը, տարածքայինը, ընտրատարածքայինը խախտում չի տեսել, կենտրոնական հանձնաժողովը իր վերահսկողական լիազորությունները իրականացնելու շրջանակներում չի փորձել պարզել քանի հատեր, ինչ ծավալի է այդտեղի քվեաթերթիկները ուսումնասիրի, հասկանա դա արդյոք կրել է մասսայական բնույթ թե ոչ եւ դրա հիման վրա օրինակ անվավեր ճանաչի թե ոչ, ինչպես մնացած դեպքերում, օրինակ զինվորների ավել քվեարկության դեպքում։ Սա որպես փաստ է արձանագրում, այո, շնորհակալություն, ես ընդհանրապես մի հարց եմ տալիս ձեզ, կողմերի դիմողների մյուս ներկայացուցիչները, եթե ունեն նախաձեռնած process, միայն այդ դեպքում խնդրում եմ արձագանքեն այս խախտման հետ կապված որևէ բողոք, միջնորդություն, որևէ այլ իրավապահ մարմին, բացի սահմանադրական դատարանից, որևէ այլ մակարդակում այս հարցը բարձրացվել է որևէ դիմողի ներկայացուցիչի կողմից կամ դիմողի կողմից, թե ոչ, ընդհանրապես այս հարցը։ Բարձր դատարան, ես ինչպես ժամանակապակել, ոնց որ ինչպես նշել էի, ես բանից պահից սկսած, ընտրություններից մոտավորապես 2 շաբաթ սկսած, ես ասած, ես եւ մեր իրավաբանական թիմը որևէ այլ գործողություն իրականացնելու ֆիզիկական հնարավորություն չի ունեցել այլ մարմինների քրեական, վարչական եւ այլ գործընթացների, կենտրոնացած ենք եղել բացառապես կենտրոնական ընտրական հանձնաժողովի հետ կապված հարաբերություններում, բողոքարկել ենք դատարան այն ակտերը կենտրոնական ընտրական հանձնաժողովի, որոնք գտել ենք ոչ իրավաչափ եւ պատրաստել ենք սույն բողոքը եւ վերջի մի քանի օր այստեղ են քննության։ Այս ամբողջ գործընթացը ամփոփելուց հետո հնարավորություն կունենանք անդրադառնանք արդեն մնացած բոլոր խախտումներին արձագանքելուն։ Այդ թվում նաև տարբեր պաշտոնատար անձանց։ Շնորհակալություն։ Մյուս դիմողների արձագանքի բացակայությունից ես հասկանում եմ, որ որևէ դիմող չի նախաձեռնել որևէ process այդ կապված, չէ՞։ Նախաձեռնել եք։ Իհարկե։ Բարձր դատարան, ես պատահական չէ, որ հարց ու պատասխանի ժամանակ նաև դիմում ներկայացրեցի իրավապահ մարմինների ներկայացուցիչներին, մասնավորապես ոստիկանությանը, որովհետև այդ օրը հենց տեղում թե քաղաքացիներից, թե մեր վստահված անձանց կողմից դիմումներ էին ներկայացվում ոստիկանության ներկայացուցիչներին եւ ըստ էության ենթադրելի էր, որ պետք է ընթացք տրվեր
Այդ տեսանկարները, որոնք բարձր դատային փորձում է ցույց տալ, հիմա կուղարկվեն, կծանոթվեն պատշաճ կարգով, որպեսզի կողմերն էլ հնարավորություն ունենան տեսնելու, եւ ես կարծում եմ անհարգալից վերաբերմունք է թե դիմումատուի, թե բարձր դատային նկատմամբ բեմականացում ասել փաստերի ներկայացումը Տիկին Գալյան, ինչ վերաբերում է անվավերությանը, տեսեք Տիկին Գալյանը տվյալ ներկայացրեց, որ ամենաշատը կոնկրետ քաղաքական ուժի քվեաթերթիկներն են անվավեր ճանաչվել։ Ես բազմիցս բարձրաձայնել էի նաև կենտրոնական ընտրական հանձնաժողով դիմում եմ ներկայացրել խնդրանքով ինչ որ ձևաչափով վերահաշվարկել անվավեր քվեաթերթիկները, որովհետև մենք ունենք օրինաչափություն։ Մենք շեղվեցինք մեր հարցից։ Եթե կարելի է ազդեցության տեսանկյունից եմ ասում, արդյոք մենք անվավերության տեսանկյունից քվեաթերթիկների հաշվարկ ու օրինաչափություն ունենք։ Իմ հարցը հետևյալի մասին։ Հասկանալի է, հարցի հետ Հիմա շարունակեմ։ Այսինքն դուք ասում եք, որ թափանցիկության հետ կապված ձեր մտահոգությունը դուք բարձրացրել եք նաև այլ տեղամասում դիմում եք կտրվել ոստիկաններով։ Ես տեղամասի մասին Տեղամասից բացի բարձր դատան, քանի որ մենք փուլերում ենք գտնվում, շատ տվյալներ դեռ հետին թվով մեզ ուղարկվում են։ Հետևաբար սա հերթական քննության փուլ է եւ հնդածես եւս կբարձրացնի։ Հերթական քննության փուլ ասելով նկատի ունեք Սահմանադրական դատարանում։ Բնականաբար ՀՀ-ի կողմից արդյունքները ամփոփելուց հետո մեր իրավական գործընթացը սպառիչ փուլ է եւ զուգահեռաբար, քանի որ օրինակ, որովհետեւ չեք տեսնում ինձ միջև վերջ։ Իմ հարցը, ես կարամ ուրեմն ես ձեր խոսքից Եթե կարելի է ինձ հարցը բարձ է, այլ եղանակով իրավական, քանի որ նոր ստացված փաստական տվյալներ ունենք, չի տրամադրել, չի լուծվել։ Այսինքն, բացի տեղամասային կամ տարածքային կամ կենտրոնական կարևոր չի։ Բացի ընտրական հանձնաժողովներից, բացի Սահմանադրական դատարանից։ Ոչ, այլ եղանակով բնական։ Իմ հարցը դա էր, չկա։ Շնորհակալություն։ Եթե արկա լիներ, այդ մասին կվկայակցի։ Հաջան Խնդրել Տիկին Սոֆիա։ Դուք այդ ձեր մատնանշած տարածքներում ունեցել եք վստահված անձիկ մատյաններում նմանատիպ գրառումներ եղել են։ Այո, Տիկին Սաֆարյան, հենց այս տվյալներից որոշ հատվածը մենք վստահված անձանց միջոցով ենք ստացել։ Քանի տեղամասում կոնկրետ մեր պարագայում 4 ընտրատեղամասում բարձրացվել է, բացի այդ բարձրացվել չէ, գրանցվել, արծարծվել կարող է շատ։ Գրանցվել է, բացի այդ Տիկին Սաֆարյան, այո, ունենք նաև խնդիր, որի մասին հարց ու պատասխան ես բարձրաձայնեցի, որի վերաբերյալ արձանագրումներ են եղել այդ թվում տեսանյութով, որ կոնկրետ մեր վստահված անձանց կողմից արձանագրումներ կատարելը գրանցամատյանում խոչընդոտվել են, թույլ չի տվել քարտուղարը, ուժեղ Հայաստանի վստահված անձը արձանագրի խախտում գրանցամատյանում եւ կա տեսանյութեր այդ տվյալ իրավիճակի վերաբերյալ։ Շնորհակալ եմ։